Եթերում լուրերի կիրակնորյա թողարկումն է, ես Արա Աբրահամյանն եմ, բարի երեկո։ Միասին փորձելու ենք ամփոփել անցնող շաբաթվա կարևոր իրադարձություններն ու ուշագրավ զարգացումները։ Մեր տարածաշրջանի երկրներն ունեն ընտրության հնարավորություն սպասելու ևս 100 տարի եւ համոզվելու, որ փոփոխությունները անշրջելի են, թե սկսելու աստիճանաբար աղյուսներն իրար վրա դնելով Հարավային Կովկասում վերջապես հաստատելու կայուն խաղաղություն։ Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի ԱԳ-նախարարների մասնակցությամբ Անտալիայում կայացած պանելային քննարկման ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Նա հակադարձել է Բաքվի գլխավոր դիվանագետի ներկայացրած պահանջներին եւ ընդգծել, Հայաստանը ցանկանում է հասնել խաղաղության, սակայն դա պետք է ուզի նաեւ մյուս կողմը։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, ինչպես այդ երկրի մյուս պաշտոնյաները կրկին նույն երգն է երգում, բայց այս անգամ ոչ թե Բաքվում, այլ Անտալիայում Հարավային Կովկասի 3 հանրապետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների պանելային քննարկմանը։ Բայրամովն առիթը բաց չթողնելով նորից ու նորից խոսել է Հայաստանի սահմանադրությունը փոխելու, ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու անհրաժեշտության մասին, դրանք ներկայացնելով խաղաղության համաձայնագրի կնքման նախապայմաններ։ Իսկ Արարատ Միրզոյանն անդրդվելի էր։ Հայաստանը կողմ է խաղաղության հաստատմանը եւ համաձայնագիրը ստորագրելու որևէ խոչընդոտ չկա։ Գրեթե 1 ժամ շարունակ Բայրամովը մեղադրում էր ու պահանջներ թելադրում, իսկ Միրզոյանը հստակ ու հիմնավոր հակափաստարկներ ներկայացնում։ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումից եւ Ադրբեջանին ուղղված տարածքային պահանջների վերացումից հետո Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման որևէ խոչընդոտ չի մնա, հայտարարել է Բայրամովը։ Հայաստանը անպայման պետք է փոխի իր սահմանադրությունը։ Սա Ադրբեջանի հետևողական եւ երկարաժամկետ մոտեցումն է, եւ հայկական կողմը դրա մասին տեղյակ է։ Միայն այս պահանջները կատարելուց հետո հնարավոր կլինի խոսել խաղաղության օրակարգի մասին։ Արարատ Միրզոյանը դեմ չէ, որ Արցախյան հակամարտությունը կարգավորելու համար ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարվի, բայց այդ կառույցը կարող է լուծարվել այն դեպքում, երբ հակամարտություն չկա։ Ուստի սա բավական հետաքրքիր հարց է։ Ունենք արդյոք այսօր հակամարտություն, թե ոչ։ Գետնի վրա փաստացի հակամարտություն չկա, սակայն փաստաթղթերի մակարդակով չկա խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասով ստորագրված եւ վավերացված համաձայնագիր։ Լուծումը առնվազն մեզ համար ակնհայտ է։ Մենք պետք է ստորագրենք համաձայնագիրը, ինստիտուցիոնալ կերպով վերջ տնենք այս հակամարտությանը, ապա լուծարենք այդ կառույցը հենց նույն օրը։ Եկեք ստորագրենք խաղաղության պայմանագիրը, եկեք ստորագրենք համատեղ դիմում ԵԱՀԿ անդամ պետություններին կամ քարտուղարությանը լուծարման վերաբերյալ։ Եկեք ստեղծենք երկկողմ հանձնաժողով եւ սկսենք բոլոր հնարավոր հարցերի քննարկումը։ Անդրադառնալով իր ադրբեջանցի գործընկերոջ պնդմանը, թե Հայաստանի սահմանադրությունը դրանում հիշատակված անկախության հռչակագրի պատճառով տարածքային պահանջ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ, Միրզոյանը եւս մեկ անգամ ընդգծել է. Հայաստանի մայրօրենքում որևէ բառ չկա Լեռնային Ղարաբաղի մասին, կա ընդհանուր բնույթի հղում անկախության հռչակագրին, ապա շարունակել. Լավ, եթե կուզեք, ես էլ կասեմ։ Մենք նույնպես ունենք մտահոգություն կապված Ադրբեջանի Հանրապետության սահմանադրության հետ, եւ մենք սա չենք ասում ուղղակի հայլային սկզբունքով մտահոգություն հայտնելու կամ պայման ապահովելու նպատակով։ Ես կարող եմ բացատրել. Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը հղում է կատարում անկախության հռչակագրին, այն փաստաթղթին, որով Ադրբեջանի Հանրապետությունը հռչակում է իրեն որպես Ադրբեջանի առաջին ժողովրդավարական հանրապետության իրավահաջորդ։ Եվ մենք բոլորս էլ գիտենք, որ Ադրբեջանի առաջին Հանրապետությունը հռչակել է իր ինքնիշխանությունը շատ ավելի մեծ տարածքների վրա, քան այսօրվա Ադրբեջանի Հանրապետությունն է, ներառյալ Հայաստանի ներկայիս ինքնիշխան տարածքների շուրջ 60%-ի վրա կամ ավելի։ Երբ հարցն Ադրբեջանին է վերաբերում, Բայրամովի կարծիքը 180 աստիճանով փոխվում է։ Պարզվում է, Բաքուն մտահոգվելու լուրջ առիթ ունի, իսկ Երևանը ոչ, քանզի Հայաստանի դեպքում արդեն Ադրբեջանի սահմանադրությունը խոչընդոտ չէ։ Մեր սահմանադրության մեջ Հայաստանի որևէ տարածքի աշխարհագրական անվանում չկա։ Ես չեմ հավատում, որ մեր հայ գործընկերները անկեղծորեն կարծում են, որ Ադրբեջանի սահմանադրությունը տարածքային պահանջներ ունի Հայաստանի նկատմամբ, եւ այսքան ժամանակ երբեք չեն բարձրացրել այս հարցն ու պարզապես անտեսել են այն։ Մոդերատորի հարցին, թե արդյոք հայկական կողմը պատրաստ է դիտարկել սահմանադրության հնարավոր փոփոխությունները, նույնիսկ եթե դա կարող է ներպետական մակարդակով ոչ այնքան ընդունելի լինել, Միրզոյանը հիշեցրել է, որ 2024 թվականին Հայաստանի սահմանադրական դատարանը եզրակացություն է տվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ստորագրված սահմանազատման հանձնաժողովի համատեղ աշխատանքների կանոնակարգի վերաբերյալ։ Դրանում նշվում է, որ սահմանազատումն իրականացվում է ելնելով Ալմաթայի հռչակագրից։
Դա ենթադրում է, որ մեր սահմաններն այն սահմաններն են, որոնք գոյություն ունեին մեր որպես խորհրդային սոցիալիստական հանրապետություններ, մինչև խորհրդային միության փլուզման պահը։ Անցած սեպտեմբերին մեր սահմանադրական դատարանը հաստատեց, որ դա հանրային փաստաթուղթ է եւ որ մենք չունենք տարածքային հավակնություններ մեր սահմաններից դուրս, ինչը լիովին համահունչ է մեր սահմանադրությանը։ Եվ վերջ, այսպիսով, եթե մենք հիմա ստորագրենք այս համաձայնագիրը, ապա վավերացման գործընթացի ընթացքում այն կրկին կուղարկվի սահմանադրական դատարան։ Եթե մեր սահմանադրական դատարանը եւս մեկ անգամ հայտարարի, որ այս փաստաթուղթը համապատասխանում է մեր սահմանադրությանը, դա կլինի եւս մեկ ապացույց, որ այդ հարցը փակված է, հասցեագրված է եւ որևէ խոչընդոտ չկա։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին կարող է լսել խաղաղության օրակարգի վերաբերյալ հավաստիացումներ եւ առաջարկներ, հարևանների հետ խաղաղություն կառուցելու, սահմաններ բացելու, տարածքներում թշնամության էջ շրջելու, նոր տարածաշրջան բացելու վերաբերյալ, նշել է Հայաստանի արտաքին դիվանագետը հավելելով, սակայն դեռ կան չափազանց զգայուն հարցեր։ Վերքերը շատ թարմ են եւ դժվար է խոսել հնարավոր գործակցության մասին, բայց Հայաստանի Հանրապետության սովորական քաղաքացին կարող է լսել կամ տեսնել իր առօրյա կյանքում լրահոսում բազմաթիվ հավաստումներ այս մասին։ Եվ միևնույն օրն այդ նույն քաղաքացին Ադրբեջանի կողմից կարող է լսել մի քանի սպառնալիքներ, այդ թվում նորից ուժի կիրառման սպառնալիքներ, այդ թվում տարածքային ամբողջականության չճանաչման մասին հայտարարություններ, այդ թվում սպառնալիքներ, որոնք պարունակում են պահանջներ Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված տարածքային ամբողջականության նկատմամբ։ Միրզոյանը շեշտել է, Հայաստանն ընդունում է գործակցությունը, սակայն դա պետք է ուզի նաև Ադրբեջանը։ Պանելային քննարկման գրեթե ամբողջ ընթացքում Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին լուռ էր, իսկ վերջում նա խոսեց եւ կրկին հայտարարեց, որ Վրաստանը պատրաստ է հարթակ տրամադրել երկխոսության համար։ Ըստ նրա, խաղաղ եւ անվտանգ Հարավային Կովկասը Վրաստանի համար առաջնահերթություն է եւ տարածաշրջանը հսկայական ներուժ ունի, որի օգտագործման համար անհրաժեշտ է երկարատև եւ կայուն խաղաղություն։ Պանելային քննարկումից հետո Միրզոյանը առանձնազրույց է ունեցել նաեւ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանի հետ։ Կողմերը քննարկել են Հայաստան-Թուրքիա երկկողմ օրակարգի ընթացիկ կետերը, մտքեր փոխանակել տարածաշրջանային եւ միջազգային զարգացումների վերաբերյալ։ Արարատ Միրզոյանը նաև անդրադարձել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։ Նա խոսել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ու խաղաղության համաձայնագրի կնքման հնարավորությունից, նշելով, թե պայմանագրի տեքստն ամբողջությամբ համաձայնեցված է եւ Հայաստանը պատրաստ է ստորագրել այն, անմիջապես սկսելով ստորագրման վայրի եւ ժամկետի շուրջ քննարկումները։ Հայաստանի արտգործնախարարը միանժամանակ նկատել է, որ Ադրբեջանը գործընթացը ձգձգում է, առաջ քաշելով նորանոր նախապայմաններ։ Հայաստանը շարունակում է սահմանադրության փոփոխության գործընթացը, սակայն դա ոչ մի կապ չունի խաղաղության պայմանագրի ստորագրման հետ։ Այս մասին թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում նշել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Սահմանադրության փոփոխությունների անհրաժեշտության մասին մենք խոսել ենք դեռևս 2018 թվականից եւ գործընթացն այսօր էլ Հայաստանի կառավարության օրակարգում է։ Այո, քննարկվում են իրավական մեխանիզմները եւ հանձնաժողովի մանդատը գործում է մինչեւ 2026 թվականը, բայց դա կապել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հետ, կարծում եմ, կառուցողական չէ։ Խաղաղությունը պետք է կառուցել փուլ առ փուլ, նախ դնելով առաջին քարը, հետո հաջորդը։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վստահեցրել է, որ հայկական կողմը Բաքվի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ շարունակում է կառուցողական մոտեցում ցուցաբերել եւ այդ պետությանը բազմաթիվ առաջարկներ է ներկայացրել, այդ թվում հաղորդակցության վերականգնման, փոխադարձ վստահության ամրապնդման, փոխադարձ վերաֆիկացիայի եւ սպառազինությունների վերահսկման ուղղություններով։ Սակայն ըստ Միրզոյանի, Ադրբեջանից այս մասով դրական ազդակներ չկան։ Միրզոյանի խոսքով հայկական կողմը մտահոգվելու պատճառ ունի, քանի որ Բաքվի որդեգրած քաղաքականությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանը չի ցանկանում ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Ցավոք երբեմն մենք զգում ենք, որ Ադրբեջանը պարզապես չի ցանկանում խաղաղություն կառուցել Հայաստանի հետ, թե ինչ հաշվարկներից ելնելով չեմ կարող ասել, բայց իրական մտահոգություն ունենք, որ նրանք պարզապես ձգձգում են գործընթացը, նորանոր նախապայմաններ առաջադրելով։ Իրականությունն այն է, որ նրանք միշտ գտնում են մի հերթական պատճառ չշարունակելու բանակցությունները։ Ադրբեջանական կողմից հնչող հիմնական պահանջները սահմանադրության փոփոխությունն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումն է։ Նախարարը եւս մեկ անգամ նշել է, որ Ադրբեջանի հղումները սահմանադրության նախաբանում Արցախի վերաբերյալ ձևակերպումներին իրավական առումով հիմնավորված չեն։ Անկախության հռչակագրի միայն այն հատվածներն ունեն իրավական ուժ, որոնք ամրագրված են սահմանադրության տեքստում։ Նախարարը նաեւ նշել է, որ Հայաստանն իր հերթին ունի մտահոգություններ Ադրբեջանի սահմանադրության առնչությամբ, որտեղ ներառված է հղում առաջին ադրբեջանական հանրապետության
տարածքային հավակնություններին, ներառյալ ներկայիս Հայաստանի տարածքների նկատմամբ, ապա հավելել. Եթե ունենանք խաղաղության օրակարգ, ապա այլընտրանք բանակցություններին պարզապես չկա։ Մենք կարողացել ենք համաձայնության գալ պայմանագրի տեքստի շուրջ։ Ադրբեջանին առաջարկել ենք անմիջապես սկսել քննարկումներ ստորագրման արարողության վայրի ու ժամկետի վերաբերյալ։ Ինչ վերաբերում է Բաքվի մյուս նախապայմաններին, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը, ապա Միրզոյանի խոսքով Հայաստանը պատրաստ է այդ գործընթացի մեկնարկին։ Նա նշել է, թե ադրբեջանցի գործընկերներին առաջարկել են նույն օրը ստորագրել երկու փաստաթուղթ՝ խաղաղության պայմանագիրը եւ համատեղ դիմում ԵԱՀԿ համապատասխան քարտուղարությանը Մինսկի խմբի լուծարման գործընթաց սկսելու վերաբերյալ։ Միրզոյանը խոսել է նաեւ եվրոպացի դիտորդներից եւ ընդգծել, որ ԵՄ առաքելությունը գործում է սահմանային կայունության ապահովման եւ խաղաղության գործընթացին աջակցելու նպատակով։ Խաղաղության պայմանագրի կնքումից հետո նման առաքելության անհրաժեշտություն այլևս չի լինի։ Չնայած Բաքվի առաջ քաշած նախապայմաններին, այնուամենայնիվ հայկական կողմը հույս ունի, որ ի վերջո կողմերին կհաջողվի հասնել խաղաղության, իսկ պայմանագրի ստորագրման վայրի վերաբերյալ հարցին ի պատասխան Միրզոյանը նշել է, որ քննարկվում է նաև այն հայ-ադրբեջանական սահմանին կազմակերպելու հնարավորությունը, սակայն այլ տարբերակներ ևս կան։ Միրզոյանի կարծիքով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում Թուրքիան ևս կարող է կառուցողական դեր խաղալ, հատկապես առաջնորդների մակարդակով։ Թուրքիան ասում է, այո, մեր երկկողմ գործընթացը լավ է ընթանում, ունենք այս ծրագիրը, այն ծրագիրը, ունենք Հայաստան-Թուրքիա հարաբերությունների լիարժեք կարգավորման մտադրություն, բայց չենք կարող այն ամբողջությամբ ավարտին հասցնել, քանի դեռ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները չեն կարգավորվել։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է նաև այս առնչությամբ իր տեսակետը։ Նա կարծում է, որ նախ պետք է կարգավորվեն հայ-թուրքական հարաբերությունները, որոնք էլ իրենց հերթին կարող են դրական ազդել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա։ Արտգործնախարարը նաև նշել է, որ Հայաստան-Թուրքիա-Ադրբեջան եռակողմ հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն դեռ չկա, բայց քննարկումներ կան։ Միրզոյանը թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին ասել է նաև, որ հայ հասարակությունն աջակցում է խաղաղության օրակարգին, չնայած դեռ թարմ վերքերին։ Նա ընդգծել է, որ առանց շոշափելի արդյունքի տրամադրությունները կարող են փոխվել։ Հարգանք ունենալ անցյալի հանդեպ մի բան է, բայց ապրել անցյալով այլ։ Առաջ գնալու համար պետք է ապագայի հանդեպ հավատ եւ քաջություն։ Մենք ընտրում ենք ապագան ու դա պետք է անենք միասին։ Պատասխանելով հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ հարցին, Միրզոյանը կրկնել է կառավարության դիրքորոշումը։ Այն այս պահին արտաքին քաղաքական առաջնահերթություն չէ։ Հայաստանի Հանրապետության արտգործնախարարը միաժամանակ կարևորել է երկխոսությունը Թուրքիայի հասարակության հետ, քանի որ հասարակական ընկալումները եւ պաշտոնական հարաբերությունները հաճախ տարբեր են։ Լրատվամիջոցները հետաքրքրվել են նաեւ երկու երկրների ագնախարարների միջև տեղի ունեցած հանդիպումից, ինչին ի պատասխան Միրզոյանն ասել է. Հական Ֆիդանի հետ հանդիպումը բովանդակային է եղել, քննարկվել են ինչպես արդեն իրականացված քայլերը, այնպես էլ ապագա ծրագրերը։ Օրինակ արդեն իրականացվել են օդային տարածքի օգտագործման, Մարգարա-Ալիջան սահմանային անցակետի եւ Գյումրի-Կարս երկաթուղու ենթակառուցվածքների գնահատման աշխատանքներ։ Վերջերս նաև փորձագետներ են հանդիպել Անհի կամրջի վերականգնման հարցով։ Միևնույն ժամանակ Արարատ Միրզոյանը հիշեցրել է, որ որոշ պայմանավորվածություններ, այդ թվում սահմանը երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագրերով ուղևորների համար բացելու մասին դեռ չեն իրականացվել։ Այնուամենայնիվ նրա ներկայացմամբ երկու կողմերն ունեն ընդհանուր պատկերացում, որ վերջնական նպատակը դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու սահմանի ամբողջական բացումն է։ Երևանում էր Սլովենիայի փոխվարչապետ արտաքին ու եվրոպական հարցերի նախարար Տանյա Ֆայոնը։ Տեղի է ունեցել Հայաստանի եւ Սլովենիայի ագնախարարների համատեղ մամուլի ասուլիսը, որին նախորդել են երկու պաշտոնյաների առանձնազրույցը եւ ընդլայնված կազմով հանդիպումը։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են ինչպես երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր, այնպես էլ տարածաշրջանային ու միջազգային թեմաներ։ Հայաստանը բարձր է գնահատում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար իրականացվող ծրագրերում Սլովենիայի աջակցությունը։ Այս մասին հայտարարեց Հայաստանի արտգործնախարարը Սլովենիայի փոխվարչապետ արտաքին ու եվրոպական հարցերի նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ Նա նշեց, որ Հայաստանի համար պակաս կարևոր չէ Հայաստան-Եվրամիություն համատեքստում գործընկերությունը։ Սլովենիայի փոխվարչապետ արտաքին ու եվրոպական հարցերի նախարարը Հայաստանի Եվրամիությանը միանալու հավակնությունը ևս բարձր է գնահատել։ Այո, մենք ընդհանուր արժեքների վրա ենք հիմնում մեր գործընկերությունը եւ այս ժամանակաշրջանում իսկապես կիսում ենք ամուր եվրոպական արժեքները։ Եվրամիության անդամակցությունը բարդ գործընթաց է, բայց դա ինքնիշխան որոշում է եւ մենք քաջալերում ենք Հայաստանին շարունակելու ժողովրդավարացման արժեքներն ու կոռուպցիայի դեմ պայքարն առաջ տանելու գործընթացները։ ԵՄ-ն այս բարեփոխումներին աջակցելու պատրաստակամություն է հայտնում։ Միրզոյանի տեղեկացմամբ անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային հարցերին, գլոբալ անորոշությունների եւ
փոխվող աշխարհակարգի պայմաններում։ Համարել, ես շնորհակալություն եմ հայտնել եւ բարձր գնահատանք եմ հայտնել Սլովենիայի դիրքորոշման հայտարարությանը կապված Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցման հետ։ Իհարկե նաև ներկայացրել եմ գործընկերոջս այս գործընթացում արկա վերջին զարգացումները։ Մենք հույս ունենք, որ Հայաստանի խաղաղության օրակարգի վերջո կսկսի նաև շոշափելի պտուղներ տալ եւ մասնավորապես խոսեցինք Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրից, ինչպես եւ նախկինում մենք պատրաստ ենք օր առաջ սկսել խորհրդակցությունները Ադրբեջանի հետ, որոշելու համաձայնագրի ստորագրման տեղը եւ ամսաթիվը։ Սլովենիայի փոխվարչապետ արտաքին ու եվրոպական հարցերի նախարար Տանյա Ֆայոնը եւս բարձր գնահատեց Երևանի խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը։ Նաեւ եվրոպական օրակարգը միաժամանակ արձանագրեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարևոր քայլ են կատարել, հստակեցնելով խաղաղության համաձայնագրի տեքստը։ Նա եւս հույս հայտնեց, որ շուտով այն կստորագրվի եւ տարածաշրջանում լարվածությունը կնվազի։ Սա ոչ միայն կնպաստի երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը, այլև ամբողջ տարածաշրջանի զարգացմանը։ Ես գնահատում եմ այն աշխատանքը, որը կատարվել է խաղաղության հասնելու ուղղությամբ։ Մենք ողջունում ենք նախագծի տեքստի համաձայնեցումը։ Անդրադառնալով ԵԱՀԿ լուծարման հնարավորությանը Արարատ Միրզոյանն ասաց, որ Անտալիայում պանելային քննարկմանն ու Բայրամովի հետ առանձին հանդիպմանը այս հարցը քննարկվել է, բայց չափազանցություն կլինի ասել, թե որոշակի համաձայնության են հասել։ Այնուամենայնիվ Միրզոյանը կարծում է, որ խոսակցությունը պետք է շարունակել։ Դե ֆակտո ավարտված հակամարտությունը դե յուրե ավարտելու դեպքում ինստիտուցիոնալ կերպով կոնֆլիկտի ավարտը ազդարարելու, դեպքում, ինչպիսին է կամ որի մարմնավորումը կարող է լինել խաղաղության համաձայնագրի ստորագրումը, այդ դեպքում մենք իհարկե կարիք չենք ունենա մի միջազգային ֆորմատի, որը կոչված է զբաղվել այդ հակամարտությամբ օրինակ, հետևաբար Մինսկի խմբի գոյությունը իսկապես ոչ մի հավելյալ արժեք չի տա եւ հակառակը կարող է նույնիսկ հակառակ ազդեցություն ունենալ կարգավորված հակամարտության պարագայում, ստորագրված համաձայնագրի պարագայում։ Այդ պատճառով մենք կողմ ենք եւ բաց ենք այդ ձևաչափի լուծարման գործընթացին։ Մենք ուղղակի կարծում ենք, որ մենք այդ գործընթացները կարող ենք փաստաթղթեր առնվազն նույն օրում ստորագրել, նույն օրը, ինչ հաջորդականություն ուզում եք դրեք։ Մեկը խաղաղության համաձայնագիրը եւ մյուսը միահամատեղ դիմումը ԵԱՀԿ-ին տեղեկացնելով այդ խմբի լուծարման գործընթաց սկսելու Հայաստանի եւ Ադրբեջանի պատրաստականության կամ նախաձեռնության մասին։ Միրզոյանը կրկին ու կրկին վերահաստատեց Հայաստանի սահմանադրությունը Ադրբեջանի տարածքների նկատմամբ որևէ պահանջ չի պարունակում։ Նրանց որ եթե մտահոգությունները անկեղծ են, ապա համաձայնագիրը ստորագրելը բոլոր մտահոգությունները փարատելու ամենակարճ, ամենաարագ եւ ամենաարդյունավետ միջոցն է։ Լրագրողների խնդրանքով Հայաստանի արտգործնախարարը հայտնեց նաև, որ խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 20 միլիոն եվրո հատկացնելու վերաբերյալ քննարկումները շարունակվում են։ Նա հիշեցրեց, որ անցած տարի խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 10 միլիոն եվրո էր հատկացվել։ Վրաստանի նախագահ Միխայել Կավելաշվիլին էլ ապրիլի 28-ին կայցելի Հայաստան։ Հաղորդվում է, որ նախագահ Կավելաշվիլին երկօրյա այցի ընթացքում կհանդիպի հայաստանցի պաշտոնակցի, Հայաստանի վարչապետի, ազգային ժողովի նախագահի եւ ամենայն հայոց կաթողիկոսի հետ Վրաստանի եւ Հայաստանի միջև գործակցությունը խորացնելու նպատակով։ 2024 թվականի դեկտեմբերին Վրաստանի նախագահի պաշտոնը ստանձնած Կավելաշվիլին իր առաջին արտասահմանյան այցը կատարել է Ադրբեջան, որտեղ հայտարարել է, որ առաջին կանգառի ընտրությունն ընդգծում է Թբիլիսիի ու Բաքվի միջև առանձնահատուկ բարեդրացիական եւ ռազմավարական հարաբերությունները։ Ազգային ժողովում կառավարության ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին քննարկմանը Փաշինյանը երկար ու ծավալուն զեկույց է ներկայացրել խորհրդանական գործընկերներին, նշելով, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո միայն 2024-ի արդյունքներով Հայաստանի պետբյուջե եկամուտները կրկնապատկվել են։ Փաշինյանը խոսել է նաև Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացից, նշելով, որ բոլոր մտահոգությունների վերացման միակ արդյունավետ տարբերակը խաղաղության համաձայնագրի ստորագրումն է։
2018 թվականի Թավշյա ոճբռնի հեղափոխությունից հետո միայն 2024-ի արդյունքներով Հայաստանի պետբյուջեի եկամուտները կրկնապատկվել են, ավելանալով 1.3 տրիլիոն դրամով։ Սա փաստում է, որ Հայաստանի պետբյուջե միայն 2024-ին մուտք է եղել հավելյալ 3.3 միլիարդ դոլար։ Այս մասին ազգային ժողովում կառավարության ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին հիմնական զեկույցի քննարկմանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նշելով. «Մինչև հեղափոխությունն էլ է Հայաստանի պետբյուջեն ունեցել, բայց 2018 թվականի հեղափոխությունը բյուջեի աճին նոր տեմպ է տվել ու բոլոր միջինացված թվերը հանած միայն հեղափոխության բերած տեմպի շնորհիվ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե 2018-ից 2024 թվականը լրացուցիչ մուտք է եղել ավելի քան 1 տրիլիոն 684 միլիարդ դրամ կամ 4.2 միլիարդ դոլար։ Այսինքն, յետհեղափոխական 7 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե մուտք է եղել հավելյալ 4.2 միլիարդ դոլար։ Ըստ նրա թվերի այս աճը պայմանավորված է նաև թալանը հետ վերադարձնելու գործընթացով, որի դանդաղ տեմպերի համար ի դեպ իշխող ուժը երբեմն ենթարկվում է քննադատությունների, ինչն իհարկե կտրականապես մերժում է վարչապետը հետևյալ տրամաբանությամբ։ 2018 թվականի օրթական ոչ բռնի Թավշյա հեղափոխությունը այո տվել է թալանվածը ետ բերելու հանցագործներին պատժելու խոստում։ Բայց հեղափոխությունը եւ անձամբ ես խոստացել ենք նաև, որ հեղափոխության հաղթանակից հետո Հայաստանում վենդետաներ չեն լինելու, որ Հայաստանը լինելու է օրենքի եւ իրավունքի գերակայության երկիր։ Խոսելով արդարության ու արդարադատության մասին Փաշինյանն ասաց, որ առաջիկա նոր սահմանադրության ընդունման համատեքստում լրջորեն պետք է քննարկել երթվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման հնարավորությունը։ Նա տեղեկացրեց, որ կառավարող մեծամասնությունը ոչ թե իր ձեռքն է վերցրել ապօրինի գույքի բռնականցման համակարգը, այլ պետության եւ ժողովրդի համար ստեղծել է համակարգ, որը գործելու է ընդմիշտ։ Մենք արդյոք կորցրել ենք մեր դուխը, թալանչիների իրավունքների համար ենք հոգ տանում, թե վախենում ենք նրանցից։ Ոչ ամենևին։ Մենք հոգ ենք տանում մեր պետության ու մեր ժողովրդի մասին, որովհետև ամենաթողություն, վենդետա հիշեցնող որևէ գործողություն այնպիսի վնաս կհասցնի մեր պետության միջազգային կերպարին ու հեղինակությանը, տնտեսությանն ու ներդրումային միջավայրին, որ նույնիսկ տասնյակ միլիարդավոր դոլարներով հնարավոր չի լինի այդ վնասը վերականգնել։ Ըստ Փաշինյանի կառավարության կամքն այս հարցում ոչ միայն չի պակասել, այլև կոնկրետ արդյունքներ է տվել։ Հայաստանի Հանրապետությանն են վերադարձվել 210 միլիարդ դրամի գույք եւ դրամական միջոցներ։ Ապօրինի գույքը տիրապետողների կողմից ցաքուցրիվ անելու ռիսկերը առավելագույնս կառավարվում են, որովհետև շուրջ 1.7 միլիարդ դոլարի գույք այսօր գտնվում է կալանքի կամ արգելանքի տակ։ Վերը նշված, վերադարձված եւ կալանքի տակ գտնվող գույքերը պատկանում են նախկին նախագահների, նախարարների, համայնքների ղեկավարների, քաղաքացիական եւ զինվորական բարձրաստիճան պաշտոնյաների եւ կամ նրանց ընտանիքի անդամների եւ կամ նրանց հետ փոխկապակցված անձանց։ Ավելի քան 600 միլիարդ դրամի կամ 1.5 միլիարդ դոլարի ապօրինի ձեռք բերված գույքի մասով գործեր են քննվում նաև դատարաններում։ Արդեն իսկ վերադարձված գույքերի թվում են Ծաղկաձորի Golden Palace հյուրանոցը, Ակոսի շենքը, Նորատուսի ռադիոկենտրոնը, մի քանի միլիարդ դոլար արժողությամբ փողամասեր Երևանում եւ մարզերում, ասաց Փաշինյանը։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում Հայաստանի Հանրապետությունը 21.8% փայաբաժին ունի իմ տված խոստման համաձայն։ Այս փայաբաժինը ինքնին մի քանի 100 միլիոն դոլարի շուկայական արժեք ունի, մի քանի 100 միլիոն դոլարի։ Բա թալանի վերադարձը պոզով պոչով է լինում։ Իսկ ուր են ուղղվել այդ գումարները, միայն 233 միլիարդ 830 միլիոն դրամ կառավարությունը հատկացրել է թոշակների բարձրացմանը, 37 միլիարդ դրամ տրամադրվել է տարբեր ծրագրերով ուսուցիչների վարձատրությունն ավելացնելուն։ Այսօր Հայաստանում 597.500 դրամ աշխատավարձ ստացող ուսուցիչ կա։ Բացի այդ, բանակի ծառայողների աշխատավարձի բարձրացման համար պետբյուջեից տրամադրվել է հավելյալ 31 միլիարդ դրամ։ Վարչապետը հատիկ առ հատիկ թվարկեց բոլորային ոլորտները, որոնց հատկացվել են թալանից հետ վերադարձ գումարները։ Երկար ու ծավալուն ելույթում վարչապետն անդրադարձավ նաև մյուս կարևորագույն թեմային՝ անվտանգությանը, նշելով, որ Հայաստանն Ադրբեջանին պաշտոնապես առաջարկում է խաղաղության համաձայնագիրը եւ Մինսկի խմբի կառույցները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը ստորագրել միաժամանակ։
Բազմիցս ասել են, որ դա հասկանալի օրակարգ է Հայաստանի Հանրապետության համար։ Եթե մենք փակում ենք ԼՂ հակամարտության էջը, իսկ մենք դա անում ենք, ինչ իմաստ ունի հակամարտությամբ զբաղվող կառույցի գոյությունը։ Բայց ԵԱԿ Մինսկի խումբը առնվազն դե ֆակտո ունի ավելի լայն համատեքստ, եւ մենք ուզում ենք համոզված լինել, որ Ադրբեջանը Մինսկի խմբի լուծարումը չի դիտարկում որպես Հայաստան-Ադրբեջան հակամարտությունը, Ադրբեջանի տարածքում փակելուն եւ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք տեղափոխելուն ուղղված քայլ։ Խաղաղության համաձայնագրի ստորագրման համատեքստում Ադրբեջանի առաջ քաշած հաջորդ նախապայմանը կեղծ պնդումն է, թե իբրև Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ եւ պետք է փոխվի, ասաց վարչապետն ու հավելեց. Համադրական դատարանն արձանագրել է, որ Ալմաթայի հռչակագրի այն սկզբունքը, համաձայն որի անկախ Հայաստանի տարածքը նույնական է խորհրդային Հայաստանի տարածքի հետ, իսկ անկախ Ադրբեջանի տարածքը նույնական է խորհրդային Ադրբեջանի տարածքի հետ, եւ ինչի հիման վրա կողմերը 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում համաձայնել են կարգավորել հարաբերությունները, ահա այս արձանագրումը լիարժեք համապատասխանում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը։ Ըստ Փաշինյանի Հայաստանի սահմանադրության հետ կապված Ադրբեջանի մտահոգությունը փարատելու ամենաարդյունավետ միջոցը խաղաղության համաձայնագրի ստորագրումն է։ Խաղաղության համաձայնագիրը Հայաստանում, ինչպես նաև Ադրբեջանում վավերացվելուց հետո կստանա բարձրագույն իրավաբանական ուժ եւ հետեւաբար խաղաղության համաձայնագրի հարցում իր ընթացիկ դիրքորոշմամբ Ադրբեջանը խոչընդոտում է իր իսկ կողմից առաջ քաշած խնդիրների հանգուցալուծմանը եւ սա է, որ շատ փորձագետների հիմք է տալիս ասել, որ Ադրբեջանը պարզապես մտածածին պատրվակներով ձգձգում է խաղաղության համաձայնագրի ստորագրումը։ Այնուամենայնիվ Հայաստանը չի շեղվելու խաղաղության օրակարգից վերահաստատելով տարածաշրջանում կայունություն ապահովելու քաղաքական հանձնառությունը։ Չնայած որ Ադրբեջանը պարբերաբար հանդես է գալիս Հայաստանին ուղղված հրադադարի ռեժիմի խախտումների կեղծ մեղադրանքներով եւ ամենօրյա ռեժիմով խախտում հրադադարը, դրանք հիմնականում կրում են չթիրախավորված բնույթ, չնայած վերջին մեկ ամսվա ընթացքում Սյունիքի մարզի Խնածաղ գյուղի թիրախավորման 2 կոնկրետ դեպք է արձանագրվել։ Նշնալ կրակոցները կամ Ադրբեջանի զինված ուժերում անկարգապահության հետևանք են կամ նշված բնակավայրերի բնակության նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու նպատակ ունեն։ Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանին կոչ է անում հետաքննել նշված դեպքերը եւ ձեռնարկել դրանք դադարեցնելուն ուղղված միջոցառումներ։ Վարչապետն անդրադարձավ նաև որոշ վերլուծություններում հնչող կանխատեսումներում, իբրև թե սպասվում է նոր ռազմական էսկալացիա։ Պատերազմ չի լինելու է խաղաղություն, եզրափակեց Փաշինյանը։ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Հայաստանն առնվազն մի քանի անգամ կանգնած է եղել լայնամասշտաբ պատերազմի առաջ, սակայն ամեն գնով դա կանխվել է, ասել է Ազգային ժողովի նախագահը, կրկին նշելով, որ Ադրբեջանի հետ հակամարտության միակ լուծումը Հայաստանի համար խաղաղության օրակարգի հաստատումն է։ Իսկ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումներին, նշելով, դրանք ընդունելի չեն որևէ պարագայում։ 2020 թվականից հետո Հայաստանն առնվազն մի քանի անգամ կանգնած է եղել լայնամասշտաբ պատերազմի առաջ։ Պատերազմի մեջ ներքաշվելու վերջին փորձերից մեկը եղել է 2023 թվականին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նրա խոսքով տասնամյակներ շարունակ թե Հայաստանի, թե Ադրբեջանի քաղաքականությունը հիմնված է եղել մեկը մյուսին ատելու գաղափարի վրա։ Սիմոնյանի կարծիքով իշխանությանը որոշ չափով հաջողվել է կոտրել հայ ժողովրդի մեջ այդ բարդույթը, մինչդեռ Ադրբեջանում դեռևս ոչինչ չի փոխվել։ Իրանց համար իմ ընկալմամբ դա դժվարությունը, ոնց ապրել, ոնց պահել այդ իշխանությունը եւ չունենալ արտաքին թշնամի, որի վրա միշտ կարելի է բոլոր խնդիրների հետ կապված հղում կատարել կամ որով միշտ կարելի է սպառնալ։ Հիմա դուք մեզ բոլորով մեղադրում եք Հայաստանի, չգիտեմ, թուլացման, պարտության եւ այլի մեջ, միևնույն ժամանակ Ադրբեջանը իր ներքին շուկայի համար, նաեւ արտաքին շուկայի համար ձևավորում է փորձում է բարձրավոր արդեն չի ստացվի, ձևավորել մի Հայաստան, որը պատրաստվում է նորից հարձակվել իրանց վրա։ Սիմոնյանը վստահ է, խաղաղության պայմանագիրը հնարավոր էր 1 տարի առաջ էլ ստորագրել, եթե Ադրբեջանում լիներ այդ քաղաքական կամքը եւ ոչ միայն։ Նրա խոսքով քաղաքականությունը դա առևտուր է։ Այդ առևտուրը միջպետական առևտուր, Ադրբեջանը կարող է առևտուր անել Ռուսաստանի հետ, Իսրայելի հետ, ԱՄՆ-ի հետ, Ֆրանսիայի հետ, նույնը պետք է եւ անում է ինչ-որ ձևով Հայաստանը, նույնը Վրաստանը, բոլոր երկրները դա անում են։ Այդ առևտրի տրամաբանության մեջ
ինքը այդ պահը համարել է ոչ ճիշտ։ Հիմա մենք իրավիճակ ենք ստեղծել, որտեղ իրոք ամբողջ աշխարհը ասում է, լավ, եղբայր, համաձայնեցված է, չէ՞, 17 կետը, բայց ինչի՞ չեք ստորագրում։ Ազգային ժողովի նախագահը հավելել է, աշխարհի տարբեր երկրների կողմից պայմանագրի տեքստի համաձայնեցման վերաբերյալ ողջույնները քաղաքական մեսիջներ են ուղղված Ադրբեջանին։ Եղբայր, կնքի այդ պայմանագիրը, եղբայր, պետք չի սեն շարունակել։ Էլ չեմ ասում այդ անձնական շփումների Եվրամիության եւ տարբեր կառույցներում վերաբերմունքի ձևավորումը, դրանք բոլորը քաղաքականության մեջ մեսիջներ են պետությանը։ Ապրիլի 12-ին Անտալիայում Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ պանելային քննարկման ժամանակ Բաքվի գլխավոր դիվանագետը կրկին Հայաստանից պահանջել էր փոխել սահմանադրությունը եւ լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը, այլապես ըստ Ջեյհուն Բայրամովի խաղաղության օրակարգ հաստատել հնարավոր չէ։ Ազգային ժողովի նախագահը կարծում է, որ Ադրբեջանի որդեգրած այս քաղաքականությունը ժամանակավոր բնույթ է կրում, քանի որ հայկական կողմն այդ ամենին տվել է լեգիտիմ եւ հստակ պատասխան։ Հայաստանի կողմից, Հայաստանի արտաքին գործերի նախարարի կողմից հնչեցված պատասխանը կարծում եմ բոլոր այդ մտահոգությունները փակում են, որ վարչապետն է դրա մասին խոսեց ազգային ժողովի ամբիոնից, բոլոր այդ խնդիրները քննարկել են, բոլոր այդ խնդիրները լուծումներ ունեն, բոլոր այդ խնդիրների մեծ մասը հասցեագրված է խաղաղության արդեն իսկ համաձայնեցված պայմանագրի մեջ, եւ ես կրկնում եմ, որ կարծում եմ ադրբեջանական կողմը մի փոքր ինչ անակնկալի է եկել այս մեր համաձայնության հետ կապված։ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումներին, նշելով, դրանք ընդունելի չեն որևէ պարագայում։ Օրերս Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարություն էր տարածել, որի համաձայն 2018 թվականին Հայաստանում եղել է իշխանազավթում, ապա նաև մեղադրել հայ ժողովրդին իր կատարած ընտրության համար։ Այս հայտարարությանն անդրադարձել են թե ազգային ժողովի նախագահը եւ թե փոխնախագահը։ ԱԺ նախագահը մասնավորապես կոչ է արել։ Դե գիտեք ինչ, ինքը որ մեր մասին վատ բան ասում, մեր վարկանիշը բարձրանում է։ Ես նույնիսկ առաջարկում եմ պարոն Սարգսյանին հաջորդ ընտրություններին իր դեմքով արդեն հանդես գալ ընտրություններին, մասնակցել բանավեճի, հանրային հեռուստատեսության, որը նախատեսված է օրենքով, քարոզ արժավ անցկացնել, քաղաքական գործ չի, որը որ տենց հայտարարություններ անում, ճիշտ տրամաբանությունը դա է։ Ինչ վերաբերում է այդ բառերին կապիտուլյանտը բան, ասենք մերժվածի կողմից մենք արդեն ասել ենք, նախ ինքը հայ ազգի կողմից մերժված եզակի անձնավորությունն է, երկրորդը կապիտուլյանտն է ինքը, որովհետև այն ամեն ինչ որ ինքը արել է Հայաստանի բանակի հետ, այն ինչ որ իրանք արել են Ղարաբաղի հետ, կարծում եմ նես չի, չէ՞ որ մի գիշերվա մեջ այն ամեն ինչ որ 2020 թվականին տեղի ունեցավ։ Ռուբեն Ռուբինյանն էլ Սերժ Սարգսյանին հիշեցրել է սեփական խոսքերը։ Սերժ Սարգսյանին պատասխանեմ 2018 թվականի ապրիլի 13-ին Սերժ Սարգսյանին ցիտելով։ Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես սխալվեցի։ Մի հարց էլ տամ էլի, եթե ինքը ասում է, որ հայ ժողովուրդը սխալվեց, մեծ հաշվով դա էր ասում երևի Սերժ Սարգսյանը, չէ՞ որ մոլորեցին հայ ժողովրդին։ Լավ, ենթադրենք իր տրամաբանությամբ մոլորեցին։ Հետևաբար ինչու է 2018 թվականին տեղի ունեցած իշխանազավթում։ Ով է ումից զավթել իշխանությունը, ոնց ինչ մեխանիզմով, դու պատասխանել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Ֆրանսիայի եւ Եվրոպական խորհրդի նախագահների նախաձեռնությամբ կայացած Եվրոպական քաղաքական համայնքի առաջին հանդիպման շրջանակներում հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը եւ 1991 թվականի Ալմաթայի հռչակագրին, ըստ որոնց կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Ընդդիմադիր թևը պարբերաբար հիշեցնելով վերոնշյալը կառավարությանը մեղադրում է, նշելով թե այս հայտարարության պատճառով է, որ Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները զրկվեցին իրենց գործառույթներն իրականացնելու իրավունքից, ինչն էլ հանգեցրեց Արցախի հայաթափմանը։ Ռուբեն Ռուբինյանն էլ հիշեցրել է. Պրահայի հայտարարությունը ընդունվել է 2022 թվականի հոկտեմբերին, իսկ Փարուխի, Խծաբերդի եւ այլ դեպքեր, իսկ հիշեցնում եմ ինչ դեպքեր են, երբ որ ադրբեջանական զինված ուժերը օրինակ գրավեցին Խծաբերդ գյուղը, վերցրեցին վերահսկողության տակ, մինչև այդ ՊԲ վերահսկողության տակ էր, դրանից հետո ադրբեջանական։ Նույնիսկ Փարուխը դրանք տեղի էին ունեցել 2022 թվականի հոկտեմբերից առաջ, հետևաբար ասել, որ ռուս զորախումբը, այո,
ինչ որ հայտարարության պատճառով էր, որ չմիջամտեց, փաստագրված է, որ այդպես չէ։ Ալեն Սիմոնյանն էլ խոսել է միջպետական հարաբերություններից եւ մայիսի 9-ին Մոսկվայում անցկացվելիք տոնական շքերթից։ Ըստ ազգային ժողովի նախագահի միջպետական հարաբերությունների մեջ լինի դա Եվրամիության հետ, Ռուսաստանի հետ, ՀԱՊԿ-ի հետ եւ այլն, կա Հայաստանի Հանրապետության դիրքորոշում, որը Հայաստանի Հանրապետության իշխանությունը պահում է եւ առաջ տանում։ Այդ հաղթանակը, մայիսի 9-յան հաղթանակը մեր հաղթանակն է։ Մենք 300,000 զոհ ենք տվել, 300,000 մարդ, հայ մարդ գնացել եւ չի վերադարձել, ել չեմ ասում, որ ներողություն եմ խնդրում, բայց դիմադրության շարժումներում տարբեր դաշնային զորքերում էլի հայեր են եղել, որոնք մասնակցել են, դա մեր հպարտության օրերից մեկն է եւ ես կարծում եմ, որ վարչապետի մասնակցությունը որևիցե ձևով չի կարող կապ ունենալ ԵՄ-ի կամ եւ այլ տենց բաների հետ։ Ազգային ժողովի ներկայացուցիչներն անդրադարձել են նաև Գյումրիում եւ Փարաքարում տեղի ունեցած ընտրություններին եւ եւս մեկ անգամ նշել, քաղաքացիական պայմանագիրը Գյումրիում չի պարտվել։ Իսկ ի պատասխան հարցի, թե այս ընտրությունները որքանով են արտացոլում 2026 թվականին սպասվող ընտրությունների ելքը, քաղաքական գործիչները վստահեցրել են, մեկը մյուսի հետ որևէ կապ չունի։ Նոյեմբերի 9-ի Երակոմ հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, իրավազորությունը որևէ կերպ նսեմացնող բովանդակություն։ Այս մասին ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետը։ Նա անդրադարձել է հաղորդակցուղիների ապաշրջափակմանը եւ նշել, որ հայկական կողմը այդ առնչությամբ առաջարկներ է փոխանցել, ինչին Բաքուն դեռ չի պատասխանել։ Ադրբեջանը դեռևս չի արձագանքել նաեւ սահմանազատման գործընթացի վերաբերյալ հայկական կողմի առաջարկներին։ Հարավային Կովկասում տարածաշրջանային հաղորդակցուղիների ապաշրջափակման համատեքստում Ադրբեջանին արվել է առաջարկ գործարկել երկաթուղային կապը։ Այս մասին ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հանրապետության ղեկավարը նշել է, որ Հայաստանը վաղուց է ներկայացրել իր դիրքորոշումը խաղաղության խաչմերուկ նախագծում։ Խաղաղության խաչմերուկ նախագծի շրջանակներում մենք ֆիքսել ենք, որ մենք պատրաստ ենք պարզեցումների, ընթացակարգերի պարզեցումների եւ ըստ էության 4 հիմնական սկզբունքների պահպանման։ 4 հիմնական սկզբունքների պահպանման։ Առաջինը տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն, փոխադարձություն։ Փոխադարձությունը ինչի համար է, որովհետեւ հիմա մենք այս փուլում առաջարկում ենք, որ երկաթուղային կապը բացենք, մասնավորապես հորադիս երասգծի վրա, որտեղ եւ Ադրբեջանից Ադրբեջան-Հայաստանի տարածքով եւ Հայաստանից Հայաստան-Ադրբեջանի տարածքով իրականացվեն բեռնափոխադրումներ եւ մենք հենց այսօր պատրաստ ենք գնալ այդ լուծումների։ Նա հավելել է, երբ կառավարությունը քննարկում է լուծման որևէ տարբերակ, անպայման հաշվի առնում հանրության կարծիքն ու վերաբերմունքը։ Փաշինյանի խոսքով որոշակի վստահություն ունեն, որ իշխանության առաջարկած լուծումներին հանրությունը ըմբռնումով կմոտենա, դրանք գնահատելով որպես ողջամիտ փոխսիջում եւ փոխադարձ ընդունելի տարբերակ։ Ըստ վարչապետի հաղորդակցուղիների բացման վերաբերյալ Հայաստանի առաջարկած պայմանները չեն կարող համարվել անընդունելի Ադրբեջանի համար, քանի որ այդ երկրի համար նույն պայմաններն ընդունելի են Իրանի տարածքով անցնելու դեպքում։ Մենք ասում ենք մեր սկզբունքները եւ ասում ենք, որ մեր սկզբունքների շրջանակում մենք պատրաստ ենք գնալ պարզեցումների։ Տեսեք, Ադրբեջանը ըստ էության ասում է, որ Հայաստանի Հանրապետությունը, քանի որ լուծումներ չի տալիս եւ լուծումներ չի առաջարկում կամ ինչ որ մի բան։ Մենք դրա համար Ադրբեջանը որոշում է կայացրել, որ պետք է օգտվեն Իրանի երթուղուց։ Այսինքն սա նշանակում է, որ Իրանի երթուղին եւ պայմանները իրանց համար ընդունելի են, հակառակ դեպքում իրանք չէին օգտվի դրանից։ Վարչապետը տեղեկացրել է նաև, որ Հայաստանի գրավոր առաջարկներին Ադրբեջանը որևէ գրավոր պատասխան չի ներկայացրել։ Հանրապետության ղեկավարն անդրադարձել է նաև նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության հաճախ շահարկող 9-րդ կետին։ Նա կրկին ընդգծել է, որ այն չի ենթադրում Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, իրավազորությունը, որևէ կերպ նսեմացնող բովանդակություն։ Ինչ վերաբերում է այդ կետում նշված տրամադրվելիք ճանապարհը երրորդ ուժի կողմից վերահսկելու վերաբերյալ պարբերությանը, Փաշինյանը պարզաբանել է։ Ինչի վերահսկողություն, հասկանաք, շատ կարևոր է այդ հարցի պատասխանը ստանալ եւ որտեղ վերահսկողությունը։ Մենք այդ հարցին տվել ենք պատասխան եւ ասել ենք, որ դա կարող է լինել եւ մեր ընկալմամբ դա կարող է լինել մոնիտորինգի գործառույթ, որը կարող է իրականացվել Մոսկվայից կամ չգիտեմ արբանյակային կապի միջոցով, արբանյակային գործիքների միջոցով։ Հայկական կողմը Ադրբեջանին գրավոր առաջարկներ է փոխանցել նաև սահմանազատման գործընթացի վերաբերյալ, սակայն այս մասով եւս պատասխան դեռևս չի ստացել։
Առաջարկները գիտեք հետևյալի մասին են, թե ինչ տրամաբանության եւ որ հատվածում շարունակել սահմանազատումը։ Գիտեք, որ ընդհանուր արդեն համաձայնություն կա, որ հյուսիսից հարավ, հիմա խնդիրն այն է, թե հյուսիսից հարավի որ հատվածում իրականացնենք, մենք մեր պատկերացումներն ենք ներկայացրել եւ սպասում ենք Ադրբեջանի Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև սահմանադրության փոփոխություններին։ Վարչապետի կարծիքով Հայաստանի նոր սահմանադրության տեքստում անկախության հռչակագրին հղում չպետք է լինի, սակայն որոշողը ժողովուրդն է։ 2022 կամ 23 կամ նույնիսկ 24 թվականի անկախության հռչակագրի օրվա իմ ուղերձում ես ասել եմ, որ իմ կարծիքն այն է, որ ուսումնասիրելով անկախության հռչակագրի տեքստը, նորից ուսումնասիրելով եւ նորովի կարդալով ես ասել եմ, որ իմ կարծիքով այդ տեքստը նրա մասին է, որ Հայաստանի անկախ հանրապետություն, պետականություն չի կարող լինել, դա անհնար է։ Եթե ես սա ասում եմ, հետեւաբար ես չեմ կարող ասել, որ նոր սահմանադրության տեքստում պետք է լինի հղում անկախության հռչակագրին։ Փաշինյանը նաև հիշեցրել է, որ սահմանադրությունը փոխելու հարցը օրակարգում եղել է դեռ 2018 թվականի հեղափոխությունից հետո, ապա խոսել պատճառներից, թե ինչու պետք է անկախության հռչակագրին հղում մայրօրենքում չլինի։ Հիմնական խնդիրը, որ ես տեսնում եմ, հետևյալն է, որ Հայաստանի Հանրապետության իրավակարգի եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների միջև օրգանական կապի խզում ունենք մենք։ Եվ ես դա տեսնում եմ ամեն օր, եւ ես դա տեսնում եմ իմ ամենօրյա աշխատանքում, եւ ես դա տեսնում եմ մեր ընկալումներում։ Եվ ես շատ մտածել եմ այդ մասին, թե ինչն է դրա պատճառը։ Իսկ իմ կարծիքով պատճառն այն է, որ իրավակարգը, որը բխում է սահմանադրությունից, կտրված է ժողովրդից մի պարզ պատճառով։ Սահմանադրական բոլոր հանրաքվենները հանրային համոզվածության համաձայն ժողովրդի անհրաժեշտ թվով ձայներ չեն ստացել։ Անտալիայում ապրիլի 12-ին տեղի է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումն իր թուրք գործընկերոջ Հական Ֆիդանի հետ։ Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին եւ սահմանը երրորդ երկրի քաղաքացիների համար բացելու ժամկետներին, վարչապետը նշել է, որ այդ հարցում դեռևս որևէ նորություն չկա։ Ապրիլի 14-ին Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե իշխանափոխության արդյունքում նոր բանակցողով եւ միջազգային հեղինակավոր միջնորդներով դեռևս կարելի է փոխել իրավիճակը։ Բանակցային գործընթացը պետք է վերադառնա պետության արտաքին քաղաքական օրակարգ։ Անդրադառնալով երրորդ նախագահի ելույթին Նիկոլ Փաշինյանը եւս մեկ անգամ հայտարարել է, որ Ղարաբաղյան շարժումը Հայաստանում չի շարունակվելու, իսկ իշխանազավթման վերաբերյալ Սարգսյանի պնդումներին վարչապետն արձագանքել է։ Թող Սերժ Սարգսյանը գնա տեսնի, թե ինչ էր ասում ինքը այն ժամանակ։ Անդրադառնանք այլ թեմաների։ Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելուց մինչեւ մասնավոր պահնորդական գործունեության մասին օրենքներում փոփոխությունների վերաբերյալ նախագծեր։ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկել են տարբեր օրենսդրական նախաձեռնություններ։ Փոփոխություն է նախատեսվում պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքում։ Նախագծի համաձայն զինված ուժերում արհեստավարժ պայմանագրային զինվորական ծառայության ամբողջական կայացման նպատակով սահմանվում են բանակի, գլխավոր շտաբի, սերժանտի, կորպուսի սերժանտի եւ շտաբի սերժանտի պաշտոններ եւ դրանց վարձատրության գործակիցները։ Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի խոսքով արևմտյան պետությունների, նաեւ արևելյան Եվրոպայի բանակների սերժանտական համակարգի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այն ներառում է գլխավոր շտաբի եւ բանակային ուղղությունների սերժանտների առկայություն, որոնք ղեկավարում են ցածր օղակի սերժանտների գործունեությունն ու ապահովում սերժանտական համակարգի հրամանատարական ուղղահայացը։ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է նաեւ մասնավոր պահնորդական գործունեության մասին օրենքում փոփոխությունների վերաբերյալ նախագիծը։ Փոփոխությունները առաջինից երկրորդի մասով վերաբերվում են առաջին մասը խստացումներին, եթե նախնական նախագծով պահպանվող անձին այլ տրանսպորտային միջոցով կամ 3-ից ավել բառնորդով ուղեկցելը նախատեսում էր առաջին դեպքում 500,000 դրամ, մեկ տարվա ընթացքում կրկնելու դեպքում 1 միլիոն դրամ, ապա ավելացվել է, որ մեկ տարվա ընթացքում երրորդ անգամ նման իրավախախտում կատարելը հանգեցնելու է լիցենզիայի զրկման։
Նախագծով նաև առաջարկվում է հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց աշխատողների զենք կրելու թույլտվությունը նախատեսել որպես ֆիզիկական անձանց թույլտվության տեսակ, որը հնարավորություն կտա պահնորդին կամ թիկնապահին ունենալ զենք կրելու 5 տարվա թույլտվություն, անկախ գործատուի փոփոխությունից։ Նախատեսվում է, որ պահպանվող անձին կարող է ուղեկցել 1 մեքենա եւ առավելագույնը 3 պահնորդ։ Մասնավոր պահնորդական կազմակերպություններից ստացված առաջարկների հիման վրա մենք կատարել ենք դրամշակումներ, մասնավորապես սահմանել ենք նոր տեսակի հատուկ միջոցներ, մասնավորապես զրահապաճկով, սահավարտ, արցունքաբեր, գրգռիչ գազով ձեռքի սրվակներ, որոնք նախկինում չկային, բայց դրանք կիրառելի են եւ բավականին զսպող եւ միևնույն ժամանակ անվտանգ են իրենց տեսակով, ինչպես նաեւ մեծ մտահոգություն էր առաջացել ապահովագրության սխալի հետ կապված, պահնորդական գործունեության սխալի հետ կապված ապահովագրության պարտադիր ուրեմն նորմը, այս առումով նշեմ, որ այս հարաբերությունները թողնվել են կառավարության որոշման տիրույթին։ Ըստ նոր նախագծի լիցենզիա ստանալու համար հայտ ներկայացնելիս կազմակերպությունը պետք է ունենա առնվազն 10 որակավորված պահնորդ, ներկայիս 1-ի փոխարեն։ Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենսդրական նախաձեռնություններին։ Ազգային ժողովի առաջիկա լիագումար նիստում էլ կքննարկվի տրանսպորտի ուղևորձը չվճարելու դեպքում վարչական տույր սահմանելու վերաբերյալ օրինագիծը։ Նախագծով առաջարկվում է ներհամայնքային կանոնավոր փոխադրումների կազմակերպման համար վճարները նույնպես սահմանել որպես տեղական վճար։ Ավտոմոբիլային տրանսպորտի մասին օրենքի կարգավորումների համաձայն համայնքի կողմից ներհամայնքային ուղևորափոխադրումները կարող են կազմակերպվել նաև 100% համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից, որի դեպքում փոխադարձի արժեքը սահմանում է համայնքի ավականին։ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը ներկայացրել է օրենքի կարգավորումները։ Նշված օրենքի կարգավորումներից բխում է նաև, որ փոխադրավարձը սահմանվում է որպես ծառայության արժեք, այլ ոչ թե տեղական վճար։ Սակայն տեղական տուրքերի եւ վճարների մասին օրենքի կարգավորումներից բխում է, որ համայնքի ավականին կարող է համայնքի մատուցած ծառայությունների համար սահմանել համայնքի բյուջե մուտքագրվող տեղական վճար։ Բացի այդ, տեղական տուրքերի եւ վճարների մասին օրենքով մանրամասն կարգավորված է տեղական տուրքերի եւ վճարների սահմանման, դրանց վճարման արտոնությունների տրամադրման եւ գանձման հետ կապված իրավահարաբերությունները։ Ուստի առաջարկվում է ներհամայնքային կանոնավոր փոխադրումների կազմակերպման համար վճարները նույնպես սահմանել որպես տեղական վճար։ Հաշվի առնելով, որ Երևանում գործում են տարբեր տրանսպորտային միջոցներ, ավտոբուս, տրոլեյբուս, մետրոպոլիտեն, առաջարկվում է համայնքի ավականու համար ստեղծել մեկ միասնական տեղական վճար սահմանելու հնարավորություն, ինչը թույլ կտա քաղաքացիներին վճարելով մեկ անգամ իրենց հայեցողությամբ օգտվելու բոլոր տրանսպորտային միջոցներից։ Նախագծերի փաթեթով առաջարկվում է նաև սահմանել վարչական տուգանք առանց տեղական վճարի վճարման ծառայությունից օգտվող անձանց համար, սահմանվում է վարչարարության իրականացման առանձնահատկություն, ինչպես նաև առաջարկվում է ներդնել նշված զանցանքների կանխարգելման եւ բացահայտման համար գործուն մեխանիզմներ։ Նախագծով վարչական իրավախախտման արձանագրման 3 տարբերակ է առաջարկված։ Առաջինը վերաբերում է առանց տեղական վճար վճարելու երթևեկությանը, երկրորդը այլ ուղևորի արտոնության իրավունքի օգտագործմանը, երրորդը երբ վճարումն իրականացվել է, սակայն այդ իրավունքով տրանսպորտային միջոցում վավերացում չի եղել։ Արմեն Սիմոնյանը փաստել է, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքով առանց տոմս երթևեկությունն առաջացնում է տուգանքի նշանակում, քանի որ նախագծում որոշ վիճահարույց կետեր են եղել աշխատանքային քննարկումներ կազմակերպելու առաջարկ է հնչել։ Այնուհետև նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են հարկային օրենսգիրքում առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները։ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը տեղեկացրել է, որ գրավոր առաջարկներ են եղել տեխնիկական բնույթի, դրանք ընդունվել են։ Նախարարի համոզմամբ այս փոփոխությամբ սոցիալական խնդիր ազգաբնակչության համար չի առաջանա։ Այս պահին բնօգտագործման վճարը 65 դրամ է։ Եռապատում ենք 200 դրամ ենք սահմանում։ Այսինքն ստացվում է կիլոյի դեպքում 145 դրամ է ավելանում։ Եթե 1 կիլոգրամ սիգը 300-400 գրամանոց սիգն է եւ դրա շուկայական միջինացված արժեքը 800 դրամ է, ստանում ենք, որ մենք 950 դրամ ենք։ Այսինքն եթե 800 է, դառնում է 950 դրամ։
Երկրորդ ընթերցմամբ է քննարկվել նաև հողային օրենսգրքում եւ կից օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը նշել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում օրենսդրական փաթեթում բովանդակային փոփոխություններ չեն եղել։ Շտկվել են խմբագրական թերությունները։ Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել քննարկված նախագծերին։ Հայաստանի կառավարությունը 200 միլիոն դրամ կհատկացնի ստարտափ Արմենիա հիմնադրամին 2025 թվականի հուլիսի 20-ից 26-ը Սևանում կայանալիք Summit 2025 միջոցառման կազմակերպման նպատակով։ Summit-ը մինչև օրս հյուրընկալել է 50,000 մասնակից աշխարհի 60 երկրից եւ կարևոր դեր է խաղացել Հայաստանում ստարտափ էկոհամակարգի ձևավորման հարցում։ Պետական աջակցությամբ այս տարի նախատեսվում է կազմակերպել ավելի մեծածավալ եւ բովանդակությամբ հարուստ Summit, որը բացի նորարարական հարթակ լինելուց կդառնա նաեւ տարբեր ոլորտների միջոցառումների անցկացման պլատֆորմ։ Հայաստանում տարիներ շարունակ անցկացվող Սևան Ստարտափ Սամմիթը աստիճանաբար վերածվում է գլոբալ ճանաչելիությամբ տեխնոլոգիական բրենդի, որը կարող է դառնալ երկրի նոր արտահայտվող արժեքներից մեկը։ Այս մասին նշել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ Նրա խոսքով պետությունն այս տարի զգալի աջակցություն է ցուցաբերելու միջոցառմանը, որն անցկացվելու է 2025 թվականի հուլիսի 20-ից 26-ը։ Տարիների ընթացքում ավելի քան 50,000 այցելու է ունեցել աշխարհի շուրջ 60 երկրներից, այսինքն այս իմաստով այդ մեկ շաբաթվա ընթացքում փաստորեն Հայաստանը եւ առհասարակ Սևանը վերածվում է տեխնոլոգիական գլոբալ մի կենտրոնի։ Ըստ Հայրապետյանի կառավարությունը կարևորում է Սամմիթի ներուժը նորարարական էկոհամակարգի զարգացման հետ կապված։ Նախարարը հույս է հայտնել, որ Հայաստանը կշարունակի երկարաժամկետ ներդրումներ կատարել այս նախագծին աջակցելու համար։ Հատկապես առաջնորդվում ենք այն քաղաքականությամբ, որ հատկապես բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը կարևորում է ոչ հումքային տնտեսության ոլորտների զարգացումը, նամանավանդ բարձր արժեք գեներացնող արտադրողականության աճ ապահովող ոլորտների ուղղությունների զարգացումը տնտեսության կառուցվածքի ներքո եւ հատկապես ստարտափների կայացումը որպես առավել դինամիկ, առավել ճկուն եւ արագ աճ ունեցող եւ իր մեջ մեծ ներուժ ունեցող բիզնես մեզ համար կարևորվում է։ Հայրապետյանը հավելել է, որ այս պահին քննարկումներ են ընթանում տարբեր երկրների հետ Սամմիթը միջազգային ուղղություններով էլ ավելի ընդլայնելու համար։ Վերջերս կառավարությունը որոշում է կայացրել հաստատել 200 միլիոն դրամ աջակցելու Ստարտափ Արմենիա գիտակրթական հիմնադրամին 2025 թվականին Սամմիթը կազմակերպելու նպատակով։ Այս մասին մանրամասներ են ներկայացրել հիմնադրամի համահիմնադիր Հակոբ Հակոբյանը, նշելով, որ Սամմիթն արդեն դարձել է հայկական ստարտափ էկոհամակարգի կարևոր բաղադրիչ։ Բացի դրանից, ըստ Հակոբյանի, ստարտափն իր հաստատուն տեղն ունի նաև աշխարհի տարբեր երկրներում։ Հիմա արդեն Հնդկաստանի կառավարությունը եւ Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարությունը մեր հետ ունի երկարաժամկետ համագործակցության պայմանավորվածություն եւ այնտեղ եւս ամենամյա են դառնում մեր ստարտափ սամիթները, այնտեղ արդեն Seaside, այսինքն ծովեզրյա ստարտափ սամիթ անվանումով, ինչպես նաև մենք ունենք պայմանավորվածություններ այս պահին Հունգարիայում, Իսպանիայում, Խորվաթիայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ Ավստրալիայում։ Սևան Ստարտափ Սամիթ 2025 միջոցառման ընթացքում կներկայացվեն 8 նոր ստարտափ նախագծեր, նաև կանցկացվեն արդեն ավանդական դարձած մրցույթները, որոնց մրցանակային ֆոնդը կազմելու է մոտ $100,000։ Սպասվում է, որ վրանային ճամբարում կմնա ավելի քան 2000 մարդ, իսկ ընդհանուր հյուրերի թիվը կհասնի մոտ 15000-ի։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Ապրիլի 17-ին Եվրասիա միջազգային համալսարանում Erasmus Plus T Green նախագծի շրջանակներում մեկնարկել էր երկօրյա միջազգային գիտաժողով։ Այն նպատակ ուներ խթանելու կայուն զարգացման ծրագրերը Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում։ Միջոցառման հարթակը միավորել էր Հայաստանի ու եվրոպական առաջատար բուհերի ղեկավար կազմերին եւ կայուն զարգացման ոլորտների մասնագետներին։ Erasmus Plus T Green նախագծի շրջանակներում մեկնարկել է ինստիտուցիոնալ քաղաքականությունն ու փորձ հանուն կրթության եւ հետազոտության կայուն զարգացման խորագրով երկօրյա միջազգային գիտաժողովը, որի նպատակն է փոխակերպել Հայաստանի բարձրագույն կրթությունը, այն դուրս բերելով հին ձևաչափերից եւ առաջնորդելով դեպի կայուն զարգացում։ Խոսքը սովորական բարեփոխման մասին չէ։ Տեգրին կրթական մտածողության վերափոխումն է կրթության բովանդակության, ձևի եւ նպատակի արմատական վերանայման։
Նախագծի շրջանակներում նախատեսված են մի շարք գործողություններ, մի շարք միջոցառումներ, դրանց թվում է համապատասխան ճանապարհային քարտեզ, բարձրագույն կրթությունը հանուն կայուն զարգացման այդ ճանապարհային քարտեզի մշակումը, մի շարք այլ գործողությունների իրականացումը եւ ինչպես նաեւ հայաստանյան համագործակից բուհերի, իսկ այդ բուհերի թվական շուրջ 1 տասնյակի է հասնում, այդ բուհերում համապատասխան նոր կանաչ եւ կայուն օրակարգի շրջանակ նոր մագիստրոսական միջդիսցիպլինար կրթական ծրագրերի իրականացումը։ Նախագծով ավանդական ծրագրերը պետք է ճանապարհ բացեն դեպի նոր միջառարկայական, ճկուն եւ ապագային միտված ուսուցում։ Այն նախատեսում է մշակել համատեղ որակավորման կրթական ծրագրեր, ներգրավելով տեղական եւ եվրոպական բուհեր, բարձրացնելու ուսանողների շարժունակությունը, խթանելու գիտելիքի փոխանակումը եւ ձևավորելու մասնագետներ, որոնք պատրաստ կլինեն 21-րդ դարի պահանջներին։ Մեր եւ հայաստանյան այլ համալսարաններում մշակվող եւ շարունակվում են մշակվել շրջանաձև տնտեսության, բլոկչեյն եւ թվային արժույթների, ինովացիոն տեխնոլոգիական արդի ուղղությունների մագիստրոսական ծրագրեր։ Սա ոչ միայն կրթական նոր ուղի է, այլև ռազմավարական ներդրում մեր երկրի հասարակության եւ տնտեսության ապագայի մեջ։ Տեգրին նախագիծը տնտեսական եւ մասնագիտական նոր հնարավորություն է ստեղծում, նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը։ Erasmus Plus ծրագիրը տարբեր բուհերի ներկայացուցիչներին միմյանց ճանաչելու, գիտելիքով կիսվելու, փորձի փոխանակում իրականացնելու հնարավորություն է տալիս։ ԵՄ Հայաստան գործակցության ընթացքում մենք կենտրոնանում ենք հատկապես Հայաստանի դիմակայունությունը բարձրացնելու ուղղությամբ։ Եվրոպական միությունը կանգնած է Հայաստանի կողքին եւ պատրաստ աջակցել նրան։ Տեգրինը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից եւ համակարգվում է Հայաստանի առաջատար կրթական հաստատությունների գործակցությամբ։ Երկօրյա գիտաժողովը դարձել է այն հարթակը, որտեղ խոսքը վերածվում է ռազմավարության։ Այստեղ քննարկվում է ոչ թե ինչպես պահպանել համակարգը, այլ ինչպես այն վերաիմաստավորել։ Կրթությունը հստակ ուղերձ է ստանում, լինելով շարժուն, ժամանակակից եւ պատասխանատու։ Այսպիսին էր անցնող շաբաթը, հետևեք Free News-ի լրատվությանը, առողջ եղեք։